Գյուղացիներ մի քիչ շատ է տանջվում, ծախսերը շատ է, դժվարությունները շատ է, ամեն ինչը թանկացել է, բայց գյուղական մտերն էլ էժան է։ Գյուղացիները դժգոհում են, որ լոլիկի արտահանման սահմանափակումների հետևանքով տեղական շուկայում արտադրանքի իրացման խնդիրներ են առաջացել։ Նրանք պնդում են, որ ստիպված են բերքը վաճառել ինքնարժեքից ցածր գներով, կրելով զգալի ֆինանսական վնասներ։ Նախորդին Արմավիրի մարզի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել, փակելով գյուղերի ճանապարհը։ Նրանք պահանջում են պետական մարմինների միջամտությունը շուկայի խնդիրներին արագ լուծում տալու համար։ Գյուղաբնակների խոսքով, օրինակ լոլիկը 400-500 դրամով էլ դժվար են վաճառում։ Ապրանքը մնում է դաշտերում ու ջերմոցներում, չեն կարողանում իրացնել։ Դուրս չի եթում, մեր ապրանքը մնացել է։ Ստիպված բերել ենք շուկա, էժան ենք վաճառում։ Գյուղից շուկա եկածները դժգոհում են, թե արտոնյալ պայմաններով Իրանից Հայաստան ներմուծվող լոլիկի պատճառով իրենց աճեցրածը չի վաճառվում։ Բողոքում են, թե պարսկական բեռնատարները անդադար լոլիկ են բերում։ Ասում են, երեկվա դրությամբ լոլիկի գինը 270-280 դրամ էր։ Դրա համար էլ տեղական լոլիկը 350-400 դրամով չի վաճառվում։ Ստեղծված իրավիճակը քննարկելու համար օրեր առաջ Արմավիր է այցելել էկոնոմիկայի փոխնախարարը։ Հանդիպումը տեղի է ունեցել լարված մթնոլորտում։ Պաշտոնապես ձեզ բոլորին հայտարարում եմ եւ ուզում եմ, որ դուք բոլորը տեղյակ լինեք, որ 2026 թվականին ոչ մի արտոնյալ պայմանով առանց մաքսատուրքի Հայաստանի Հանրապետություն ոչ մի լոլիկ, կիլոգրամ լոլիկ չի մուտք գործել։ Տեղական արտադրողը կաղամբը 100-ից 120 դրամով է վաճառում, բայց միևնույն ժամանակ Իրանից կաղամբ է ներկրվում։ Ասում են, ներմուծվող գյուղմթերքը լրացուցիչ ճնշում է գործադրում տեղական արտադրության վրա, ինչի հետևանքով գները շարունակում են նվազել։ Նույն վիճակն էլ նաև ծաղկի շուկայում է։ Մարդիկ տանջվում են, սաղ ծմեր գազ են վառում, աշխատում են, տանջվում են, բայց դե ումներ պետք բերին, զորի բերանը, զանգուի բերանը կայնան, լցրին զանգու։ Մեղք են, տանջվում են, չարչարանքով, ահա որա։ Գյուղացիները սպասում են կոնկրետ քայլերի, արտահանման գործընթացի վերականգնման եւ տեղական արտադրողի շահերի պաշտպանության ուղղությամբ։ Նրանք զգուշացնում են, որ եթե խնդիրը չլուծվի, բազմաթիվ տնտեսություններ կարող են կանգնել լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ։ Վստահեցնում են, իրենց հիմնական պահանջը շուկայի կայունացումն ու արտադրանքի իրացման հնարավորությունների ընդլայնումն է։ Մինչև այդ նրանք շարունակում են հաշվել կորուստները։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։